Հուլիսի 13-ի գիշերը Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Իրանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով տարբեր շրջաններում խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ ռադարներ, հրթիռային եւ անօդաչու կարողություններ, նաեւ փոքր ռազմական նավեր։ Գործողություններին մասնակցել են կործանիչներ, ռազմածովային ուժերի նավեր, օդային հարվածային անօդաչուներ, իսկ առաջին անգամ նաեւ միակողմանի հարձակման ծովային անօդաչու սարքեր։ Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտները, Օմանում ռադարային համակարգերը, իսկ Հորդանանի արքայազն Հասան ռազմաբազայում վառելիքի պահեստներն ու զինամթերքների տարածքները թիրախավորելու մասին։ Թեհրանի ներկայացրած վնասների ամբողջական ծավալն անկախ աղբյուրներով հաստատված չէ։ Հորդանանի զինված ուժերը հայտնել են իրանական 4 հրթիռ խոցելու մասին, ընդգծելով, որ զոհեր եւ նյութական վնասներ չեն եղել։ Բահրեյնում մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել, իսկ Քուվեյթը հաղորդել է հրթիռներ եւ անօդաչուներ վնասազերծելու մասին։ Հորմուզի նեղուցը բաց է առևտրային երթևեկության համար, եւ նավերի տեղաշարժը շարունակվում է։ Ամերիկյան ուժերը պատրաստ դիրքավորված են նավագնացության ազատությունն ապահովելու համար։ Իրանը չի կարող միակողմանի հայտարարություններով վերահսկողություն սահմանել միջազգային ջրային ուղու նկատմամբ։ Մենք գիշերվա ընթացքում ուժգին հարվածներ ենք հասցրել իրանական ռազմական թիրախներին եւ շարունակելու ենք պաշտպանել առևտրային նավերը։ Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը եւ նավերը կարող են օգտվել Օմանի ափերին մոտ գտնվող հարավային երթուղուց։ Ամերիկյան կողմի տվյալներով մեկ օրվա ընթացքում 20 նավ ուղեկցվել է նեղուցով։ Նավերի տեղաշարժին հետևող հարթակների տվյալները սակայն ցույց են տալիս, որ երթևեկությունը կտրուկ նվազել է։ Կիրակի նեղուցով անցել է ընդամենը 6 նավ։ Թեհրանը հակառակն է պնդում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նեղուցով անցումը ժամանակավորապես հնարավոր չէ, իսկ երթևեկության թույլտվություններ կտրվեն միայն կայունության վերականգնումից հետո։ Իրանի Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսն էլ զգուշացրել է, որ ամերիկյան միջամտության շարունակությունը կարող է նոր միջադեպերի հանգեցնել համաշխարհային նավթի եւ գազի շուկայում։ Իրանը չի կատարի ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարում իր պարտավորությունները։ Ամեն անգամ, երբ մյուս կողմը խախտել է պայմանավորվածությունները, մենք նույնպես համապատասխան քայլեր ենք ձեռնարկել։ Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները խոչընդոտվել են ամերիկյան ճնշման պատճառով։ Մենք կշարունակենք գործել նույն սկզբունքով, պատասխանելով յուրաքանչյուր խախտման։ Նոր փոխհարվածներին նախորդել էին հանգստյան օրերի լայնածավալ գործողությունները։ Շաբաթ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերը 140 իրանական ռազմական թիրախ էին խոցել, հրթիռային եւ դրոնային դիրքեր, զինամթերքի պահեստներ, կապի համակարգեր, առափնյա հսկողության օբյեկտներ եւ ռազմածովային կարողություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով 3 գիշերվա ընթացքում խոցված թիրախների ընդհանուր թիվը գերազանցել է 300-ը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրանական կողմը չի հրաժարվի պատասխան գործողություններից եւ վրեժ խնդիր կլինի պատերազմի ընթացքում սպանվածների համար։ Մենք վրեժ ենք լուծելու մեր նահատակված առաջնորդի եւ բոլոր զոհվածների արյան համար։ Իրանի դեմ իրականացված գործողությունները չեն մնալու անպատասխան։ Մեր հակառակորդները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր նոր հարված ավելի կոշտ պատասխան է ստանալու։ Իրանը շարունակելու է պաշտպանել իր անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածաշրջանում ունեցած շահերը։ Վերջին գործողությունների պատճառը Հորմուզի շրջանում Կիպրոսի դրոշի ներքո նավարկող GFS Galaxy բեռնանավի թիրախավորումներ։ Նավը լուրջ վնասվել էր եւ անձնակազմը լքել էր այն։ Հնդկաստանի արտգործնախարարության տվյալներով նավում գտնվող Հնդկաստանի 11 քաղաքացիներից 10-ը փրկվել են, մեկը համարվում է անհետ կորած։ Օմանն էլ հայտնել է անձնակազմի ընդհանուր առմամբ 23 անդամի փրկվելու մասին։ Իրանը հայտարարել էր, որ նավը շարժվել է չհաստատված երթուղով եւ դրա ուղղությամբ նախազգուշական կրակոց է արձակվել։ Դրանից հետո Թեհրանը կրկին հայտարարել է նեղուցը փակելու, իսկ հաջորդ օրը եւս մեկ նավ չեզոքացնելու մասին։ Իդեպ Օմանի միջնորդությամբ Հորմուզի երթևեկությունը կարգավորելու բանակցություններն արդյունք չեն տվել։ Թեհրանը բանակցությունների ձախողման համար մեղադրում է Վաշինգտոնին, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնում է, թե խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունն ամբողջությամբ փակված չէ։ Վերջին իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել միջազգային շուկայում, հատկապես թանկացել է նավթամթերքը։ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է ավելի քան 4%-ով, հասնելով 1 բարելի դիմաց $79։ Նշենք, որ մինչև պատերազմի սկիզբը Հորմուզի նեղուցով էին անցնում աշխարհում արտահանվող նավի եւ հեղուկացված բնական գազի մոտ 1/5-ը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։